Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի Ձեր կենացը Ձեր կենացը Ձեր կենացը Ձեր կենացը Ձեր կենացը Ձեր կենացը Ասում են ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ կճանապարհես այն Իսկ ինչպես ենք մենք դիմավորում նոր տարվա առաջին րոպեները Ամանորի 12 ղողանջներից անմիջապես հետո միմյանց են զարկվում գինով լի գավաթները Որին հաջորդում են շնորհավորանքներն ու համբույրները Բայց արի ու տես, որ ինչ էլ դրան հաջորդի Տարվա առաջին րոպեները մենք անցկացնում ենք գինու գավաթ ձեռքներիս Եվ ինչ? Դե ուրեմն եկեք գինու մեջ ընկղմենք մի փոքր հումոր եւ իմաստնություն, որպեսզի մեր տարին ուրախ եւ իմաստուն անցնի։ Ձեր կենացը։ Եկեք առաջինը բաժակ բարձրացնենք նոր տարվա համար։ Սա տարվային միակորն է, որ կարելի է եւ եղևնու տակ նստել եւ անտառում չլինել։ Նոր տարին կոնտրաստի տոն է։ Դուրսը ցուրտ, մութ, տանը տաք, արևոտ։ Ես ցանկանում եմ, որ ողջ տարվա ընթացքում այդ կոնտրաստը պահպանվի եւ ինչքան էլ ցուրտ լինի դուրսը եւ մութ, մեր հոգում միշտ փայլի արևը։ Մայրը հարցնում է մեծ աղջկան. Ինչ սպասելիքներ ունես այս նոր տարուց։ Ինքս էլ չգիտեմ։ Երևի փեսացու եւ արևածաղիկ։ Ուրեմն խմենք այն բանի համար, որ այս նոր տարին մեզ բերի այն ամենը, ինչ մենք ուզում ենք, անգամ արևածաղիկ։ Ձեր կենացը։ Մի օր բժշկի առանձնասենյակ է մտնում մեկը եւ ասում. բժիշկ, ես հիվանդ եմ։ Բժիշկը ասում է՝ մի անհանգստացեք, սա ես կզննեմ ձեզ եւ անպայման կբժշկեմ։ Բժիշկ, դուք չեք կարող ինձ բժշկել, ես չեմ ծիծաղում։ Բժիշկը ասում է՝ դե պրոբլեմ չկա, չեք ծիծաղում, կծիծաղեք։ Ոչ բժիշկ, ես ընդհանրապես չեմ ծիծաղում։ Բժիշկը մտածում է եւ ասում է՝ գիտեք, մեր քաղաք շատ լավ կրկես է եկել եւ այնտեղ մի հիանալի ծաղրացու կա, որ դուք նրան տեսնեք, հնարավոր չի որ ծիծաղեք։ Բժիշկ, այդ ծաղրացուն ես եմ։ Եկեք խմենք բոլոր այն մարդկանց կենացը, ովքեր տխուր լինելով հանդերձ կարողանում են դիմացինին ծիծաղեցնել եւ ցանկանում են, որպեսզի ծիծաղը բոլորիս դեմքից անպակաս լինի։ Իտալիայում ամանորին իրենց պատուհանից դուրս են նետում հին եւ անպետք իրերը։ Ես առաջարկում եմ, որ ձեր հիշողության միջից դուրս նետեք նախորդ տարվա դավաճանությունը, ցավը, կսկիծը եւ բոլոր վատարարքները։ Եթե այդպես անենք, ապա կստացվի, որ ձեր հիշողության մեջ մնացին միայն բարի եւ լավ հիշողությունները, այնպես որ եկեք հիշենք նախորդ տարին այդպիսին եւ հաջորդ տարին նախորդին չիզիչ։ Ձեր կենացը։ Մի գեղեցիկ աղջիկ լեռներում զբոսնելիս հանդիպում է հրաշալի մի գեղեցիկ լճակի։ Լճակի կողքին արածող ոչխարների մի ամբողջ հոտի, քանի որ շոգ է աղջիկը որոշում է լողալ։ Հանում է շապիկը, ոչխարները լուռ նայում են։ Հանում է շրջազգեստը, ոչխարները կրկին լուռ են։ Եվ վերջապես հանում է ներքնազգեստը, ոչխարները լուռ նայում են աղջկան։ Եկեք խմենք այն բանի համար, որ մեր շարքերում երբեք նման ոչխարներ չհանդիպեն։ Ձեր կենացը։ Մի անգամ Արնոլդ Շվարցնեգերը եւ Բրյուս Լին հարբած քայլում են Հոլիվուդի փողոցներում։ Հանկարծ Բրյուսը գետնին է նայում եւ բացականչում. Արնոլդ, գետնին $1 մետաղադրամ է ընկած։ Վերցրու քեզ հետ այսօրվանից հիշատակ։ Ես հարբած եմ, ուժերս չեն ների։ Հաջորդ առավոտյան Արնոլդի կինը բարկացած հարցնում է. Երեկ էլի Բրյուս Լիի հետ էիր հարբում։ Ինչ իմացար։ Զարմացած հարցնում է Արնոլդը։ Ամեն անգամ երբ դու այդ չինացու հետ ես խմում, կոյուղու կափարիչները հետդ տուն ես բերում։ Եկեք խմենք դեպի տուն տղամարդկանց կենացը։ Հնդկաստանում կա մի ծառ, որը համարվում է ավանդույթի երազանքների իրականացման ծառ։ Եթե այդ ծառի կողքով անցնում ես կամ ննջում ես ծառին, հովանուտակ, ապա երազանքներդ անպայման իրականանում են։ Հնդկաստանում մի ճամփորդելիս հանկարծ գնում է, որ հոգնած է եւ ուզում է պառկել ու քնել։ Տեսնում է մի գեղեցիկ ծառ, հենց այդտեղ էլ որոշում է, որ կքնի։ Մի խոսքով քնում է հանգստանում, առավոտյան արթնանալիս զգում է, որ շատ քաղցած է։ Չգիտես որտեղից շատ համեղ կերակուր է հայտնվում։ Կերակուրը ուտում է, հագենում,
եւ մտածում, սա ինչ կատակ էր։ Գուցե չար ոգիներն են։ Եվ հենց այդտեղ հայտնվում են չար ոգիները։ Մարդը մտածում, Աստված իմ, իսկ գուցե այս չար ոգիները հիմա ինձ կուտեն, կսպանեն։ Չար ոգիները սպանում են խեղճ ճամփորդին։ Մի խոսքով, իսկ ամեն ինչ կարող է շատ ավելի լավ ավարտվել։ Եկեք մտածենք բոլորս գեղեցիկ երևույթների մասին, սիրելի տղամարդիկ, այս գալիք տարի մտածեք կանանց մասին, եւ ասում են, չէ, ինչպես ծրագրես տարիդ, այնպես էլ այն կանցնի։ Եկեք մտածենք եւ ծրագրենք միայն գեղեցիկ եւ հաճելի նպատակներ։ Ձեր կենաց։ Մի անգամ զինվորը նամակ է ստանում իր հարսնացուից, որում գրված է. «Սիրելիս, ես այլևս չեմ ուզում ամուսնանալ քեզ հետ եւ խնդրում եմ քեզ հետ ուղարկել իմ նկարը»։ Ի պատասխան զինվորը մի քանի նկար եւ մի նամակ է ուղարկում, որում գրված է. «Սիրելիս, ես արդեն մոռացել եմ քո դեմքը, դրա համար քեզ եմ ուղարկում իմ հարսնացուների նկարներից մի քանիսը, այնպես որ ընտրիր դրանց միջից քոնը, իսկ մնացածը խնդրում եմ հետ ուղարկել»։ Դե եկեք խմենք իսկական տղամարդկանց արժանավոր պատասխանի կենացը։ Ձեր կենացը, սիրելի տղամարդիկ։ Երկու ընկեր զրուցում են, մեկը ասում է ինչպես, հարցնում է ինչպես է ընթանում քեզ մոտ այս տարի։ Մեկն ասում է, որ ոչինչ, նենց լավ եմ, իսկ մյուսը պատասխանում է, դե երբ ես վատ եմ, գալիս է շտապօգնությունը բնականաբար, բայց հենց լավ եմ, գալիս է ոստիկանությունը։ Ինչևից է, եկեք լինենք այս տարի ավելի խաղաղ եւ հանգիստ եւ դիմավորենք նոր տարին, ինչպես դիմավորենք նոր տարին, այնպես էլ կանցկացնենք նոր տարին։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Իսկական տղամարդը այն հարցին սիրում է շիկահերների թե սևահերների, պատասխանում է այո։ Եկեք խմենք իսկական տղամարդկանց կենացը։ Ձեր կենացը։ Мне нравятся все женщины на свете. Блондинка ли, брюнетка, все равно. За милых дам, мой первый тост и тут и... Այն բանից հետո, երբ իմաստունը իր իմաստնությամբ փրկում է ողջ թագավորությունը, թագավորը որոշում է նրան շնորհել իր 3 կանանցից մեկին։ Ընտրիր ինքդ, հղում է նա իմաստունին։ Առաջին իմաստունի մոտ է գալիս թագավորի առաջին կինը։ Ինչ կլինի 2-ին գումարած 2։ Այսպիսի մի պարզ հարց է տալիս իմաստունը թագավորի առաջին կնոջը։ Իսկ նա երկար մտածելուց հետո պատասխանում է. 5։ Իմաստունը նայում է կնոջը եւ մտածում. նա իսկապես առատաձեռն կին է։ Հաջորդը իմաստունի մոտ է գալիս թագավորի երկրորդ կինը։ Իմաստունը նույն հարցը կրկնում է նաեւ երկրորդ կնոջ համար։ Սա էլ երկար մտածելուց հետո պատասխանում է. 4։ Իմաստունը նայում է նրան ու մտածում. նա ճշմարտախոս կին է։ Հաջորդը իմաստունի մոտ է գալիս թագավորի երրորդ կինը։ Նույն հարցը իմաստունը կրկնում է նաև երրորդ կնոջ համար։ Սա էլ երկար մտածելուց հետո պատասխանում է. 3։ Նա բավականին խնայող է, մտածում է իմաստունը։ Եվ ինչ եք կարծում, նրանցից որին ընտրեց իմաստունը։ Իմաստունն ընտրեց նրանցից ամենագեղեցիկին։ Եկեք խմենք գեղեցիկ կանանց կենացը։ Դե ինչ, եթե հասցրեցիք մեզ հետ խմել այս բոլոր կենացները, ուրեմն հաջորդ տարվա ձեր նշանաբանը կլինի. ապրիր եւ զվարճացիր։ Բայց մի վերջին գավաթ եւս արժե լցնել գինով։ Նոր տարին ճոխություն չէ, այլ շարժման միջոց ժամանակի անհունության մեջ։ Շնորհավորում եմ ձեզ այս շքեղ, գեղեցիկ, առատ ու բարի տոնի կապակցությամբ եւ մաղթում, որ ամանորի սեղանը լքելիս ձեզ չդավաճանեն ձեր իրական շարժման միջոցները։ Ասել է թե ձեր ոտքերը, ձեր կենացը։ Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի։ Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի։ Բաշակները լիքնալի, առանց հարտեր ոնց կլի։ Առանց ուրախ երկերի, ելոր տարին ոնց կլի։ Իշտոնացար առանց պապ, ծմեր պապ, ասես արսանի քարանց տաս, առանց տեսա առանց պար։ Իշտոնացար առանց պապ, ծմեր պապ, ասես արսանի քարանց տաս, առանց տեսա